Մոտ 20,000 հայ շարունակում է շրջափակված մնալ Սիրիայի Հալեբ քաղաքում։ Խնդրի լուծում չի համարվում նաև նրանց տարհանումը։ Վտանգավոր է, ֆիզիկական ոչնչացման խնդիր կա։ Իրավիճակն է գնահատում արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, բայց անգամ տարհանման հնարավորության դեպքում էլ սիրիահայերի մի հատված կա, որը հաստատակամ է Հալեբը չթողնելու հարցում։ Կապված է դա նրանց ուրեմն հարստության կորցնելու վտանգի հետ, սովորությունների հետ եւ այլն։ Դե շատ հին համայնք է։ Իսլամական պետությունը 21-րդ դարի ժանտախտն է համարում դեսպանը։ Տեսականորեն չի տեսնում դրա ներթափանցումը Հայաստան, բայց եւ չի բացառում, որ իսլամիստները կարող են թակել նաեւ մեր դուռը։ Մեր հարևանությամբ Թուրքիան է, Ադրբեջանը, Վրաստանը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավական ակտիվ է աշխատում տարբեր ուղղություններով, սկսած Չինաստանից վերջացած Եվրոպա, ես չեմ կարծում, որ այս վտանգավոր պահը աչքաթող կարվի, բայց թե ինչ կարելի անել, ես դժվարանում եմ ասել։ Առաջատար առանցքային երկրների միացյալ գործողություններ, իսլամիստների վերացման ճանապարհն է, բայց միավորվելու ցանկություն դեսպան Նավասարդյանը չի տեսնում։ Այս պարագայում բոլոր երկրներն աշխատում են վիճակն օգտագործել իշահ իրենց։ Ես կարծում եմ 3 ուժեր կարող էին այստեղ հանդես գալ՝ Իրան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ վերացնել դրանց, բայց ես կասկածում եմ, որ նրանք կգնան նման քայլի։ Հասմիկ Օհանյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։